Հնարավորություն ունենամ հարցեր ուղղել մեր գործընկերներին եւ ակնկալում եմ, որ հաջորդիվ ելույթներում նրանք իմ հարցերին վերջապես եւ իսկապես կպատասխանեն։ Եվ հարց առաջին, հարգելի գործընկերներ եւ սիրելի համաքաղաքացիներ, ես չգիտեմ դուք նկատել եք ընդհանրապես այս քննարկումների ժամանակ թե ոչ, բայց մեր ընդդիմությունը հետևողականորեն հրաժարվում է բովանդակային քննարկում ծավալել եկեղեցականների շուրջ ընթացիկ խոսակցություններում եւ ըստ էության ինչերում ասես այդ մարդկանց մենք մեղադրեցինք եւ ի պատասխան լսեցինք միայն կրկնվող նույն մտքերը առայն թե սա բռնաճնշում է եկեղեցու նկատմամբ եւ որ չգիտեմ, առավելագույնը, որ հնարավոր է իրենց կողմից լսել, այն է, որ մենք դարձնում ենք եկեղեցիները կրպակներ։ Բայց նայելով այս կողմ, ուզում եմ անկեղծորեն հարցնել մեր գործընկերներին, Հայաստան ֆրակցիայի փոքրաթիվ անդամներին, ովքեր այստեղ ներկա են։ Հարգելի գործընկերներ, ձեզ իսկապես չի հետաքրքրում ձեր կաթողիկոսը ուխտազանցա թե չէ։ Մենք այսքան բան ենք ասում, ասում ենք, այդ ամենօրյա ռեժիմով ստեղից այդ միտքը լսում եք։ Հիմա եթե ինքը ձեր կաթողիկոսն է, դուք էլ այտենց եկեղեցապաշտ եք, ձեր համար այդ հարցը որևէ նշանակություն չունի, այդ հարցի պատասխանը, այդ մարդը լռում է, այս կես տարի է այդ թեման ամեն օր քննարկվում ազգային ժողովում, այդ մարդը լռում է, լավ ձեզ այդ հարցի պատասխանը հետաքրքիր չի։ Չէ, բայց ինչ-որ ձևով պետք է այդ բովանդակային քննարկման մեջ մտնեք, չէ, ասեք չէ, չի եղել, մենք ասենք եղել է, բայց դուք չեք մտնում այդ քննարկման մեջ, որովհետև երբ որ մտնեք եւ այն պայծ երբ որ կմտնեք այդ քննարկման մեջ, հարցը կհասնի այն կետին, որ պետք է ապացուցել եղել է, թե չի եղել, ու այդ պահին ուզած չուզած ձեր կաթողիկոսը պիտի մտնի քննարկման մեջ, ինչը բնականաբար ամենևին նրա համար ցանկալի չէ։ Մեզ ասում եք դարձրել ենք եկեղեցիները կրպակներ։ Այդ դուք մեզ ասում եք, որ եկեղեցիները դարձրել են կրպակներ եւ ի պատասխան ես ձեզ հարցնում եմ, ինչ գործ ունի Վեհարանում Սամվել Կարապետյանի նկարը, ահռելի sense պատին խփած ու կողքը տենց փոքր, մի 3 անգամ փոքր Հիսուսի նկարը։ Դա ես անձամբ եմ տեսել։ Նորմալ է սա։ Ու մեզ ասում եք մենք դարձրել ենք կրպակ, ասում Սամվել Կարապետյանի նկարը sense մեծ ամբողջ պատով երկայնքով ուրիշ ավելի մեծ նկարը տեղ չկար, անգամներ ավելի մեծ քան մնացածը, դա նորմալ է, կրպակ ենք մենք դարձել եկեղեցին։ Կամ այդ մարդկանց խոսելա ձևը, ես արտարիթ ունեցել եմ ստեղից խոսալ իմ փորձառությունից եկեղեցականների հետ շփվելու ի պաշտոնե, երբ աշխատակազմի ղեկավար էի, ասում եմ այդ մարդիկ հայհոյախառն բառապաշար ունեն, դա նորմալ է, եկեղեցականի համար, չգիտեմ, այդ իրանց եռարխիկ բանի մեջ երկրորդ տեղն է, Տիկին Գյուղեղյանը նորմալ է, որ հայհոյանքով է խոսում, բանը հոգևորականը նորմալ է, Տիկին Վարդանյանը նորմալ է, կգաք կպատասխանեք, սպասելու եմ ձեր, անկեղծ սպասելու եմ, ուզում եմ արձագանքեք։ Եվ վերջապես, այո, պատասխանեք ձեր համար կարևոր է այդ մարդու ուխտազանցության հարցը, թե չէ։ Եվ եթե պարզվի, որ ուխտազանց է ձեր կաթողիկոսը, պետքա կարգալույծ արվի, թե չէ։ Խնդրում եմ պատասխանեք այդ հարցերին, իմանանք ձեր կարծիքը մեր եւ հանրության համար կարևոր է եւ պիտի իմանանք մասնավորապես մեր հանրության համար։ Մարդիկ պիտի գնան ընտրություն կատարեն կես տարուց։ Պարոն Մինասյանը ասում է ամբարտավանություն եւ այլ մեզ ամբարտավանության մեջ եմ Վարդանյան, բաց թողեք փոխնախարարին, խնդրում եմ։ Բաց թողեք այդ մարդը։ Եվ մեր գործընկերները ըստ էության անդրադարձան այդ հարցին, ես ուզում եմ չգնալ հեռուն հիշել մարդու ով վաղուց այս ազգային ժողով գրեթե չի գալի երբեք եւ խոսալ ամենաակտիվ պատգամավորն էից ընդդիմության, ես ուզում եմ ձեզ հիշեցնել 21 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ձեր ամենաակտիվ պատգամավոր Գեղամ Մանուկյանի բառապաշարը եւ ամբարտավանության եւ չգիտեմ
սահմանները անցնելու մասին թերևս խոսակցությունը փակենք։ Եվ հարցեր, որոնց պատասխանը իսկապես դժվար է գտնել, եւ սա աբսուրդ է թերևս, մեր ընդդիմությունը դրանով եւս առանձնանում է, չգիտեմ դուք նկատել եք, որ այն որ ընդդիմությունը չի մասնակցում այս նիստերին հաճախ, ընդդիմությունը չի մասնակցում թիմ ընտրություններին, ընդդիմությունը մերժում է հրավերը հանրայինի եթերում ելույթ ունենալու։ Սա աբսուրդ չի, միթե։ Այդ հիշեք օրինակ քոչարյանասերժական ժամանակները, մեզ անդադ մեղադրում են իհարկե այդ ժամանակները հիշեցնելու համար, բայց 1 րոպե կամ 10 րոպե հանրայինի եթերում ընդդիմության համար դա մեծագույն հնարավորություն էր։ Հիմա այս մարդիկ մերժում են։ Պատասխանեք մեզ, հարգելի գործընկերներ, ինչի ձեր երկու խմբակցություն կա ազգային ժողովում, 2021 թվականից մինչ օրս, ինչի թիմ ընտրություններին դուք չեք մասնակցում։ Տարօրինակ է, թե չէ ժողովուրդ։ 5 տարի է այս մարդիկ ընտրություններին չեն մասնակցում։ Դուք քաղաքականությամբ եք զբաղվում, թե ինչ։ Թե դες ձեր պրոքսի տեխնացուներով տենց փորձում եք ժողովրդին խաբել, ես մենք չենք, Վարդանիկը մենք չի բան, տենց կապ չունեն մեր հետ։ Եվ պարոն Մամիջանյանը ինչպես միշտ ասում գնում է եւ չի վերադառնում, բայց պետք է արձագանքեմ մի քանի մտքի եւս։ Նախ մինչև հիմա այդ բանը չեն թարգում։ Ասեք մեզ այդ ինչա խոստացել Ալիևին, ինչա խոստացել, այս մարդիկ ոնց որ բան ձկան հիշողություն ունեն, այսինքն 5 տարի շարունակ նույն միտքը, ասեք այդ ինչ եք դուք այնտեղ բան դռների հետևում պայմանավորվել, մենք գիտենք, օգոստոսի 7-ին հրապարակվեց ոչ մի նոր բան իհարկե, ինչպես եւ մենք ասում էինք, ու չի դադարում այս գործելակերպը, այսինքն ասեք այդ ինչ էր խոստացել։ Ու ընդհանրապես այդ պարոն Մամիջանյանը այստեղ չի, բայց իրեն եմ դիմում, ձեր քաղաքական ղեկավարների աշխարհընկալումները եւ գործունեությունը մի եւ դադարեք պրոյեկտել մեր վրա, մենք կուլիսային պայմանավորվածություններից հեռու ենք ի տարբերություն ձեզ եւ մեր եւ ձեր անցած քաղաքական ճանապարհը դրա ապացույցն է եւ եւս երկու հարց պարոն Մամիջանյանին։ Կրկնելով հարցս, պարոն Մամիջանյան, հաջորդ առիթին խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին։ Ձեր ղեկավարի վարորդի մոտ որտեղից $6 միլիոն կանխիկ գումար, որը նա պատրաստ էր վերադարձնել պետությանը։ Ձեր ղեկավարի վարորդի տանը։ Այս հարցին պատասխանեք եւ այս հարցը չեմ դադարելու կրկնել, մինչեւ չպատասխանեք։ Եվ վերջում արտաքին քաղաքականության մասին է խոսում պարոն Մամիջանյանը, ես փորձեցի բոլոր հնարավոր միջոցներով ChatGPT-ով, Gemini-ով, բոլոր հնարավոր AI-ներով փորձեցի գտնել տեղեկություն առայն թե